Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Սիրով ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին, երաժիշտ, դուդուկահար Մհեր Մնացականյան։ Ողջույն Մհեր ջան։ Բարև Մհեր ջան։ Ազատ բան, լավ, դուք ոնց եք։ Լավ, փառք Աստծո, ուրախ եմ, այսօր շատ ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես։ Այսօր շատ հետաքրքիր, շատ հավեսով, շատ լավ ջերմ մենք զրույց ենք ունենալու։ Ես ուզում եմ, որ մի փոքր պատմես քո մասին։ Նախ առաջերտին շնորհակալ եմ հրավերի համար։ Փորձեմ շատ կարճ մասին ասեմ։ Սովորել եմ Երևանի Պետական կոնսերվատորիայում կլարնետի բաժինը, դուդուկ սովորել եմ հորիցս, վարպետներից Երջանկայի հիշատակ Գեորգի Մինասով, վարպետ Ջիվան Գասպարյան, որոնց հետ բախտ եմ ունեցել նվագել, ամբողջ աշխարհով մեկ շրջագայել։ Հետո բախտը նենց հաջողվեց, նենց վիճակվեց, որ տեղափոխվեցի Ամերիկա ու շարունակում եմ մեր դուդուկի նվագը գործունեությունը Ամերիկայում ու ամբողջ Ամերիկայում եք ու ոչ միայն Ամերիկայում, Ամերիկայից նաև դուրս։ Հյուրախաղերի ես գնում։ Հյուրախաղերի հիմնականում տարբեր նահանգներ, մոտակա առաջիկա համերգներից որ ունեմ, Ֆիլադելֆիայում լինելու, մեծ արձանի բացում լինելու, այդ արձանի անունն էլ Մհեր է լինելու, Մհերի բացումն է արձանի լինելու, կոչվում է Armenian Heritage Walk այգին, այդ այգում Սասունցի Դավիթի հոր արձանն են դնելու, Մհերի, բացմանն էլ ես եմ նվագելու։ Առաջիկա մեծ միջոցառումներից մեկը։ Հետաքրքիր ժողովուրդ են այնտեղ ապրում, հայրենասեր ժողովուրդ է, էպոսից Դավիթինն էլ չէ հոր արձան։ Հա, այնց համընկնեց, որ շատ լավ է, շատ ուրախալի է, շատ։ Ուրեմն կրթությունը բարձրագույն, հա, ավարտել ես կոնսերվատորիան, ով ա եղել քո ուսուցիչը։ Իմ ուսուցիչը կոնսերվատորիայում մեր լավագույն կլարնետի դասախոսներից Մկրտիչ Թուլակյանը, Մուկուչ Միրանիչը։ Ահա, իսկ դու քեզ առաջին ուսուցիչ երևի համարում ես հայրիկի։ Առաջին ուսուցիչ ու իմ մշտական ուսուցիչ պապաս է, Մանվել Մնացականյանը, որից սովորել եմ ամեն ինչ, հատկապես դուդուկը։ Հրաշալի երաժիշտ է, շատ կարգին մարդ, ես էլ առիթ եմ ունեցել շատ իր այդ շփվելու, շատ հարգում եմ իրան։ Ընտանիք ունես։ Ընտանիք ունեմ, լավ կին ունեմ Հայաստանից ու սիրուն համով բալիկ ունենք, անունն էլ Նեյա։ Նեյա։ Նեյա, հա։ Կնոջս անունը Լիա, աղջիկաս անունը Նեյա։ Շատ լավ։ Հայրիկիցդ եկավ էս սերը դեպի դուդուկը, թե դու ոնց ուղղակի սիրել ես։ Ես փոքրուց օրորոցից լսել եմ երաժշտություն։ Դե պապայի դերն էլ կյանքում շատ մեծ է հանդիսացել, որ իրանից անընդհատ սովորել լսել, վարպետների հետ հետագայում շփվել, պապայից է, հա, սերմանվել ու ոչ միայն պապայից, պապս էլ Երջանկայի հիշատակ էլի երաժիշտ է եղել, ավելի դուդուկար կլարնետ է նվագել պապս, բայց ոչ այդքան հայտնի է եղել, ուղղակի մեր գյուղում տենց հարսանիքների բանի առիթների ժամանակ տենց մարդ է եղել պապին, պապուց փոխանցվել է պապային, պապայից էլ փոխանցվել է ինձ։ Իսկ ինչ խմբերում ես, ինչ խմբերում ես նվագել այսինքն։ Օպերայում եմ աշխատել, օպերայի սիմֆոնիկ նվագախմբում, մոտ 6 տարի, Թաթուլ Ալթունյանի մոտ եմ նվագել։ Երկիպարի, հա, Երկիպարի անսամբլում եմ նվագել։ Գեորգի Մինասովի հետ եմ նվագել տարիներ, իր դուդուկահարների խումբ ուներ, այդ խմբում եմ նվագել։ Վարպետ Ջիվան Գասպարյանի հետ եմ նվագել 3-4 տարի։ Լիքը շրջագայություններ ենք ունեցել միասին։ Բազմաժանր։ Հիմա ինչով ես զբաղվում, օրինակ ես գիտեմ, որ մենակ երաժշտությամբ երևի այդքան էլ հարմար չի ընտանիք պահելը, հեշտ չի։ Հաստատ դու մի ուրիշ մասնագիտություն կամ մի ուրիշ զբաղմունք ունես։ Ունեմ։ Այս պահին ինչով ես զբաղվում։ Այս պահին դե երաժշտությունը իր հերթին, երաժշտությունը միշտ կա, համերգները փառք Աստծո կան, բայց հիմա զբաղվում եմ IT-ով։ IT-ով Բոստոնում եմ ուսումը ստացել IT ոլորտում։ Համալսարանի անունը UMass Lowell, այդ համալսարանում ստացել եմ բակալավրի աստիճան, դիպլոմ։ Այո։ Ու այդ մասնագիտությամբ աշխատում եմ հայտնի կամպանիներից IBM, որ շատ հայտնի է, այդ կամպանիում աշխատում եմ որպես software engineering department-ի մեջ եմ աշխատում։ Շատ լուրջ գործ ես, դու կարգին լուրջ մարդու հետ ես այսօր գործ ունեմ, էլի։ Ինչքան ժամանակավոր ես երկրում ես։ Արդեն
14 տարի, հա, 2013-ի սեպտեմբերից Ամերիկայում եմ։ Սկզբից Նյու Յորք եմ ապրել, հետո ապրել եմ Ֆլորիդայում, Օրլանդոյում, Դիսնեյում եմ աշխատել 2.5 տարի, այնտեղ շոուներ էինք նվագում, live band-ով, դուդուկ մեի ներկայացնում այնտեղ իմիջիայլոց։ Շատ լավ փունջ ունեին երաժիշտների, ես էի որպես դուդուկահար, ես խմբի ղեկավարն էի, հարվածային գործիքներ, շատ հայտնի երաժիշտ Արչի Պենյա, երգչուհի ունենք Մարոկոից, ու երկու գիտար նվագողներ ունեինք, մեկը Պարագվայից, մյուսն էլ Կոլումբիայից։ 2.5 տարի Դիսնեյում եմ աշխատել, դրանից հետո տեղափոխվեցի Բոստոն, ուսում ստացա ոչ երաժշտության մեջ, հետո դրանից հետո որ ասում արունը քաշեց, տեղափոխվեցինք, ես ասում եմ Արևմտյան Հայաստան, Լոս Անջելես։ Հայրդ ինչով է զբաղվում այնտեղ, ինքը հիմա Բոստոնում է, թե։ Հայրս Ամերիկա, Բոստոն, ստեղ մեր մոտ է շատ գալիս։ Պապան հիմա գործիքագործությամբ է զբաղվում։ Գործիքները միայն դուդուկ։ Գործիքը դուդուկ, բլուլ, բկու, շվի, մեր ազգային այդ փողային գործիքները բոլոր սարքում է։ Արդեն բավականին երկար ժամանակ է, որ ինքը իր արտադրություն ունի, 15 տարի է այդ գործով բիզնես։ Դե հա։ Իսկ դու ինչ ապակա ծրագրեր ունես, Մհեր։ Ապակա ծրագրերից մեջ ինչքան հնարավոր է մեր այս համով սիրուն դուդուկը ներկայացնել օտարազգին։ Հիմա ճիշտն ասած ստեղծել եմ մի քարյակ, որի անունը դրել եմ մեր պապայիս բիզնեսի անունով, կոչվում է Նուր Վինդ, Նուր մեր սիմվոլիկ միտքը Նուր Վինդ, թարգմանվում է որպես փողային, Նուր Վինդ կվարտետ։ Մեծ հույսեր ու ակնկալիքներ ունեմ այդ խմբից, որով համերգ ունենք առաջիկայում սեպտեմբերի 13-ին, ձեզ էլ միանշանակ կհրավիրենք այդ համերգին, որ կգաք ու կընկերեք, կլսեք, կտեսնեք ինչ գործ ենք անում։ Ապագա ծրագրերից մեջ դա է։ Հա։ Իսկ դու այս քո գործունեության ընթացքում աշու շատ անվանի, շատ մեծանուն երգիչների, դերասանների, երաժիշտների հետ չէ, ելույթներ ունեցել ովքեր են եղել։ Անշուշտ։ Վերջի համերգներից, որ կարամ հիշեմ, Իզաբել Բարյակտարյան, մեր հանրահայտ, հանրահռչակ, աշխարհահռչակ երգչուհի ձայն ունի, որ շատ քչեր ունեն աշխարհում։ Իր հետ նվագեցինք Carnegie Hall Նյու Յորքում, իր հետ նվագեցինք Տորոնտոյի Koerner Hall ու Բոստոնում նվագեցինք։ Փոքրիկ sense East Coast-ի շրջագայություններ։ Վերջիններից իր հետ էր, դրանից առաջ շատ վարպետ Ջիվանի հետ, ինչպես որ ասացի, վարպետ Ջիվանի հետ եմ ամբողջ աշխարհը շրջագայել երջանկայի հիշատակ Գեորգի Մինասովի, որից իր կողքը բախտ եմ ունեցել նստել, սովորել ու ինչ-որ բաներ փոխանցվել է այսօր իմ նվագին ու իմ արվեստին, սովոր։ Եղավ շատ հաճելի է, շատ հաճելի է, իսկապես շատ հետաքրքիր, շատ լուրջ կենսագրություն ունես, Մհեր ջան, հիմա մեր գովազդի ժամն, անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք մեր այս հետաքրքիր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը շատ հայտնի երաժիշտ դուդուկահար Մհեր Մնացականյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս դուդուկահար երաժիշտ Մհեր Մնացականյանի հետ։ Մհեր ջան, ունես տեսահոլովակներ, կլիպներ ունես։ Անշուշտ YouTube-ի առանձին ալիք ունեմ, YouTube-յան, ինչպես որ ասում էի Դիսնեյում, որ նվագել եմ, մեր երաժիշտների հետ բավականին շատ կլիպներ ունեմ։ Մհեր Մնացականյան YouTube-ի վրա որ գրենք, կբերի լիքը կլիպներ ունես, ահագին տեսահոլովակ։ Ու հետաքրքիրն ինչա, որ դուդուկը ներկայացրել եմ լատին ամերիկյան ու հայկական ոճով։ Հայտնի կոմպոզիտոր Էրիկ Սաթի դաշնակահար իր գործերի շատ հայտնի կոչվում է Գնոսիեն համար առաջին, այդ գործն ենք մեր ոճով, լատին ամերիկյան ու հայկական ոճով ներկայացրել։ Այդտեղ շատ կան։ Բոլոր դուդուկահարներն էլ, բոլոր երաժիշտներն էլ ամեն մեկը հեչ որ չէ 1-2 հատ ստեղծագործություն ունեն։ Դու ունես երաժշտություն գրած դուդուկի համար։ Երաժշտություն որպես այդպեսին, եթե Բաչո Հովսեփյանը ուներ, Ջիվանը ուներ, երևի չգիտեմ, բոլորն են։ Ես ինքս անկեղծ գտնվեմ, չունեմ գրած որպես ստեղծագործություն դուդուկի համար, բայց Դիսնեյում աշխատելու տարիներին ու հիմա էլ շատ հաճախ առիթ է լինում իմպրովիզացիաներ անել
երկիչների, երգչուհիների ու տարբեր արհեստներով ասած Իմպրովիզացիա, սիմֆոնիկ դե, նվագախմբերում նվագելու ինքնաբերաբար ինչ որ բաներ գալիս են, որ մեղեդի է դառնում, բայց որպես այդպեսին, որ ասեմ, ես եմ հատուկ գրել, նստել ես չունեմ, երաժշտություն ես գրել, չէ։ Լավ, պետք է պատրաստվեմ էլի երևի որ նմանատիպ։ երևի մի գեղեցիկ ստեղծագործություն կարող ենք լսել հակո կատարմամբ։ Սիրով։ Գնացինք։ Շնորհակալություն։ Բրավո, շատ լավ էր, շատ հրաշալի էր, շատ փափուկ, շատ սիրուն ես նվագում, շատ։ Գիտես ինչ, ամեն նոր տարում մենք բոլորս էլ լավ հիշում ենք, որ նոր տարվա այդ գիշերներ այս երաժշտություններն են միշտ հնչում։ Մի պահ ինձ գնացի ինձ թվաց նոր տարի է, նոր տարվա երեկոն, տարեմուտի երեկոն։ Դե ամեն օր նոր տարի կարա լինի մեր համար, չէ՞։ Իհարկե, իհարկե, ուրախ մարդու համար ամեն օր էլ ուրախ, ամեն օր էլ նոր տարի է։ Դու քո ամենասիրած դուդուկը ով է եղել։ Վայ, Ղազարյան ջան, շատ դժվար հարց եք տալիս։ Մի հոգու անուն չասեմ, բայց
շատ մեր հին վարպետները ու ներկա վարպետները ջահելների մեջ էլ շատ Կան իհարկե Վաչե Հովսեփյան Աչով մեր Սեփյան դուդուկի արքա թակավոր իսկապես որ արքա Ջիվան Գասպարյան, Գեորգի Մինասով սրանք Վլադիմիր Հարությունյան Աբարանցի Վալու Վլադիմիր Աբարանցի Վալու իհարկե Մեր Բենիկը ռադիոյի շատ լավ երաժիշտ Բենիկ Իգնատյան Վերնականցի մգլը շատ կան շատ մնանք Գևորգ շատ լավ Դաբաղյանը, Գևորգ Դաբաղյան, Վահան Հարությունյան կա Ռուբեն Ախտեցի Ռուբենի լավ ընկերը Ռուբեն Հարությունյան իհարկե մենք շատ լավ երաժիշտներ դուդուկարներ ունենք մեր դուդուկը վառ պահող, դուդուկի գույնը, դուդուկի տեսակը պահող Փառք Աստծո որ ունենք աշխարհում հին վարպետներից ներկայիս նաև երաժիշտների Դե հիմնադիր եղավ Լևոն Մադոյանը երևի, հա? Միանշանակ Հետո դրանից հետո եկան շատ մեծ դուդուկահարներ իսկապես որ նստենք հիմա թվենք երևի այս հաղորդումը չի հերի Հա, միանշանակ հատկապես հիմա երիտասարդ սերնդի մեջ այն որ ժամանակին իմ կոնսերվատորիա ընդունվելու տարիներին դուդուկահարներ այդքան շատ կային էլի, բայց այդքան չէին, ասենք ջութակահարներ, դաշնակահարներ ավելի շատ էին ընդունվում։ Հիմա ասենք որ Հայաստան խոսում ենք ընկերների հետ, ասում ենք դուդուկահարներ ու դհոլ նվագողներ են, որ sense տեղը են, ինչքան ուզես, որը որ շատ ողջունելի է։ Շատ իհարկե, բայց որ մի քիչ ավելի աշխարհին ծանոթացրեց դուդուկետ, երևի Ջիվան Գասպարյանն է, չէ՞։ Ֆիլմերում բանում են Գլադիատոր, Գլադիատոր, Passion of the Christ, Քրիստոսի չարչարանքները այդ ֆիլմի ու ոչ դուդուկի ճանաչել տվեց աշխարհին ու զարմացան մարդիկ, տեսան, ես ինչ փոքր գործիք կա ու ինչքան հոգի ու սիրտ, սեր ջիգար կա այդ գործիքի մեջ։ Այսօր այդ նույն Դիսնեյում որ աշխատում էի, հազվադեպ էր որ հայ հանդիպում դուդուկ որ ասում են մարդիկ ասենք միանգամից Արմենիա բան sense միանգամից է այդ ու արդեն ծանոթն է քաջատեղյակ բանը որ այս գործիքը sense հայկական իրա ամեն ինչով դե բնականաբար Ջիվան Գասպարյանս մարդիկ օ դուդուկ բան միանգամից ասենք որ sense պեչատին եմ խփած է էլի Եղավ, դե լավ, մեր ջան, երկրորդ մասը նույնպես ավարտվեց, տեսիք ճարագ է անցնում մեր հաղորդումը։ Հիմա ասենք նորից գովազդի, դուք շարունակենք եղբայր։ Սիրելի բարեկամներ, գովազդ ERT-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը հրաշալի երաժիշտ եւ լավ կարգին մարդ Մհեր Մնացականյանի հետ։ Գովազդ ERT-ի եթերում։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Մհեր Մնացականյանի հետ։ Մհեր Աշակերտներ ունես դեռ Լոս Անջելեսում։ Անշուշտ։ Շատ են։ Շատ կարան լինեն ժամանակի սղության պատճառով այդքան շատ չեն, բայց շատ լավ աշակերտներից մեկը Ալեքս Ղարիբյանը անունը, որ ինքը մարմնամարզության մեծ սրահ ունի, մարդիկ մարմնամարզությամբ են զբաղվում, ու ինքը ինձ ասում է, որ այդ մարմնամարզության ժամանակ դուդուկը շատ հաճախ նվագում է, մարդկանց հոգիները դրանով հանգստացնում է։ Բավականին ինձ լավ արդեն համով նվագում է։ Մի տարի աշակերտներից է։ Աշակերտ ասելով աշակերտ է, բայց իմ տարիքի մարդ է, էլի։ Դա հա ինչ կապ ունի, աշակերտը կարող է քեզից մեծ է լինի տարիքով, ինչ է։ Իզնից մեծ էլ կա։ Դե հա։ Դու այսքան տարի աստեղ ես։ Այս ընթացքում գնում գալիս ես Հայաստան։ Անշուշտ։ Հայաստան անցած տարի եմ եղել, նախանցած տարի եմ եղել։ Գիտես ինչ կապը պետք է անպայման Հայաստանի հետ լինի, որովհետև որ գնում են մարդիկ ինչ մասնագիտության ուզում լինի, երգիչ լինի, դերասան լինի, երաժիշտ լինի, գնում ոնց որ լիցքավորվում գայս է, ոնց որ ընդեղից ավելի իրա պետք է այդ, որովհետև ոնց որ ավելի կատարելագործում, ավելի շատ բաների, այնտեղ գիտես արվեստը ոնց է եռում, յուրաքանչյուր ասպարեզում, ու այդ շատ լավ է, որ կապը կա, գնում գայս ես Հայաստանը ձեր ասած լիցքու այդ երանն ու լիցքավորում ամեն ինչը ոնց որ զայրատկա էս վերցնում ասած առանց դրա երուզերն ու այդ երը Հայաստանում հատկապես արվեստի մեջ անկրկնելի է Ամերիկայում չկա նման բան միանշանակ Մտքով տանցել ասենք երբևէ ասենք դուդուկի երեկոան ես այդտեղ հավաքես այդ լավ այստեղ շատ լավ դուդուկարներ կան հավաքես ու մի դուդուկի երեկո ուղղակի մեջտեղն էլ երկիչ երկշույներ կլինեն որոնք նաև կերկեն դա տենց երեկոներ նեղ շրջանակներում միշտ անում ենք, բայց բեմական տարբերակով շուտով կլինի։ Իսկ հարսանիքներում նվագում ես։ Անշուշտ։ Հրավերներ կա։ Ես ուզում եմ ասենք մեր հիմնական նաև բանի, որ այս հաղորդումը դրանով է նաև բաղկացած։ Այդ իրական պատմությունները անպայման մեր հաղորդման ժամանակ ու անեկդոտները պետք է լինեն։ Ասենք դրանց։ Դրանցիկ իրական պատմություններ։ Ուրեմն վարպետ Ջիվանի հետ Ռուսաստանում ենք։ Ես էլ եմ իր այդ համերգների հետ հենց Ռուսաստանում։ Ուրեմն համերգից հետո մարդ, որը
բավականին ունևոր մարդ է, անունը Սմբատ էր այդ մարդու, եկել է, բայց ես պիտի տանը մեր տուն բանես, վարպետ Ջիվանը չէ, դե Սմբատ ջան, պետք չի բան։ Մի խոսքով համոզեց, երկար չասեմ, գնացինք իրաց տուն, հիմա ասենց մտել ենք տուն, արդեն դուռը բացում է ու ներկայացնում է, էլի, այս քարը, չգիտեմ, Իսպանիայից են բերել, այս ասենց գլուխ է գովում։ Այս չգիտեմ, այս մաղալը իմ ձեռով եմ սարքել, ես իմ հատուկ Դուբայից բերած, ես իմ ինչ, չգիտեմ, ինչա մեջը, ասենց խոսած, այս բասեյնի քարը, չգիտեմ, բանից է եկել, Մադագասկարից է եկել, ասենց ինչ որ խառը ասեց, Ջիվանս էս լսեց, սենց արեց մեջ։ Սմբատ ջան, շատ լավ հայատ ես սարքել։ Այդ մարդը գլուխ է գովում, էլի պիտի ասի, օ, բան էս, ինչ դե աշխարհ տեսած մարդ է, ինչով պիտի զարմացնի, էլի այդ մարդը սես նայես, Սմբատ ջան, լավ հայատ ես սարքել։ Գիտես, հետո ինչ Ջիվան Գասպարյանի մասին, քանի որ խոսքը գնաց իջտերից դուր գալի այդ մարդու մեջ, դա մեծ երաժիշտ էր, մեծ լավ մարդ էր, որ մարդիկ կան, ասակ երկիչ, պիտեղ որ հավաքում են, ասում են, միած սիրուն երկ, վուճուր երկ, չես կատարի մեր համար, բայց չէ, ձայնս կտրված, առավոտները չեմ կարող բացես, բայց չէ։ Երբ գնային, ուր գնային, առանց որևէ մեկի ասելու, գրպանից հանում էր դու միատ լավ երկած են, հանում ու սկսում էր նվագել մարդը։ Ինքը այդ գործիքով ապրում էր, ինքը չէր կար առանց, ասե ինչ ասե, ինքը հանում ու նվագում էր, այդ է ես շատ սիրում իրա մեջ, էլ ինչ կպատմես։ Էլի մեր համերգներից ասեմ, ուրեմն Բոստոնում համերգի ժամանակ մեր երգչուհի պետքա երգի, ասենք, ֆանոտայից, հա։ Ես գիտեմ, որ ֆանոտայից պետքա երգի, ոնց է ստացվում, որ այդ նախանվագը շվիով ես պետքա նվագեմ, ոնց է ստացվում այդ երգչուհին բեմի հետևը երաժիշտներին բոլորին ասում է, որ ինքը ֆայի տեղը պետքա երգի դոից, որովհետև այդ օրը ձեռնի ինչ-որ լավ չի, ես չեմ իմանում։ Դուրս են գալիս բեմ, որ արդեն պետքա սկսենք։ Քո ֆայով է սկսում, հա, այն որ ասես ֆայով սկսում եմ, մեկ էլ մեր խմբի երաժիշտներից, այդ Մինասովի խմբի երաժիշտներից Բաստուդուկահարը, որ հիմա ստեղ է, Տիգրան Ավետիսյան, որը նաև մեր խմբի մեջ է, Նուրվինդետ կվարտետի։ Ասես ֆայից ես սկսում եմ նվագել, բայց ես կանգնում ենք, բեմի վրա ոչ տանը ոչ բերում, սենց է։ Չհասկացանք։ Չգիտես, որ դու ես նվագում բեմի վրա, մարդիկ ժողովուրդ։ Բայց դե ես տեղյակ չէի, իրանք որոշել են առանց ինձ, ես այդ պահին ասենք, չգիտեմ, իրանց մոտ չէի, որ ինքս զգուշացրել եմ։ Վերջին տարիներին ես իմ ֆայս նվագեցի։ Վարպետը Ջիվանը Արմենի ու Վազգենի հետ էր գնում հյուրախաղերին, ես էլ եմ հետները եղել։ Նայ, բոլոր դուդուկարների մեծ մասը երգել են, օրինակ Վաչո Հովսեփյանը հրաշալի երգում էր, բացի որ երգեր ուներ գրած եւ երաժշտություն հովերն են կանպա։ Նաև լավ երգում էր, Ջիվան Գասպարյանը լավ երգում, հետաքրքիր է, դու երգում ես, կաս հետ գործ։ Երգում եմ, հա, բավոնց, վարպետ Ջիվանը ասում էր դուդուկի ղամիշը, դուդուկի նվագը, կոկորդին լավ աղուկ քաղցրություն է տալի, դրա համար դուդուկները լավ երգում։ Ինքը ես հետ եմ ուզում ասել, որ ինքը ավելի դուդուկ էր երգում։ Ֆլորա Մարտիրոսյանն էլ դուդուկ էր երգում, այդ դուդուկի են տեմբրով, այդ քաղցրությամբ, այդ խաղերով։ Ջիվանը մի երգ ուներ, աղջիկ, ասեց բան ուներ, վայ, Իչը լավ աղջիկ, ջավոր, արա շատ սիրուն էր երգում, ենքան քաղցր երգում, շատ լավ էր, դու երգում ես։ Ես երգում եմ։ Կարող է տենց ակապելա, մի սեց երկու թող, կարող է անես։ Ակապելա, լալայ պտի ասեմ, բարերը չգիտեմ։ Լալալալա ասա։ Դարարարամ, դայրարարայրարայրան, դարարարամ, դարայրան, Այ դուդուկ ես էլի երկու։ Դայրարամ, եւ այլ, երկու հոգնես կգազազես։ Հա, այդ բանը, էստոնական է կոչվում, չէ, Վաչո Հովսեփյանի հենց երաժշտությունը։ Անեկդոտ պետք է պատմես, ուզես չուզես։ Ախր շատ պատասխանատու հարց է այդ։ Ինչ անեկդոտ պատմեմ, որ այդ անեկդոտը լսած չլնեք։ Ոնց որ հիմա ինձ ասես դուդուկ նվագի։ Լրիվ, հա։ Ինձ այդպես փորձեմ, ուրեմն երիտասարդ զույգ արդեն ամուսնությունից հետո տարիներ է անցել է, բան, sense հարբած ամուսինը տան մեջ։ Sense դամաշնիկը ձեռքես, խփում է, այս կողմ այն կողմ բան մեկ էլ կինը կողքի սենյակից գալիս է ներս մտնում, ասում այ մարդ, ես ինչ ես անում, ասում սուս մոծակներին եմ սատկացնում, ասում ինչ մոծակ, ասում բացի են որ մոծակներին եմ սատկացնում, ասում գիտեմ, ասում
ինչ մոծակ եմ սատկացնում, արական սերի մոծակա թե իգական սերի մոծակ, ասում եմ ո՞նց, այդ ո՞նց ես հասկանում, ասում եմ այն մոծակները ասում եմ, որոնք որ ասում եմ նստած իրար հետ պիվա են խմում, դրանք արական սերի մոծակներն են։ Իսկ նրանք որ հերախոսների վրա են նստած, դրանք իգական։ գիտեիր էդի գազարը։ Ինչ բան չգիտեի, հա։ Ոսում պատասխանատու հարցը։ Եվ որ ասում գարի ջրի շշի վրա են նստել, դրանք արական են, էլի, որց են։ Իսկ այն որ հերախոսի վրա է, ասում դրանք եկեն։ Դե լավ, ավարտվեց մեր հաղորդումը, ցավոք, շատ հետաքրքիր գնում էր, շատ լավ ընթացք ուներ։ Հիմա մնում է շնորհակալություն հայտնեմ քեզ, որ եկար նախ, եւ երկրորդը քո այդ հյուրախաղեր ուր որ գնալու ես ծաղկե փնջերով ու ծափարություններով վերադառնաս։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, Ղազարյանցյան։ Սպասում եմ քո մենահամերգին։ Անխափան եթեր ձեզ։ Շնորհակալություն։ Հաջողություններ ջան, շատ շնորհակալ եմ որ եկար այդպես։ Հացի։ Դե ինչ սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս։ Դե ինչ սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրն էր Տուդուկահար երաժիշտ Մհեր Բնացականյան, այժմ ասեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Կանցնեն տարիներ եւ բոլորը կհասկանան, որ ինչքան շատ է զոհաբերում ինքդ քեզ, այնքան քիչ են գնահատում մարդիկ։ Օմար Խայամ։ Այսքան է սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Վարպետ ջան, ես ինչ ա եղել, ինչի համար ես այնպես տխուր։ Մայր ջան։ Ո՞նց չտխրեմ տղա ջան։ Սոքանչս մահացավ։ Այ քեզ, բան, ինչի՞ց է մահացել վարպետ ջան։ Հերթեից։ Տունը բարվեց։ Մի ձև չկար փրկել, օգնություն, մի ձև։ Կար, ձև կար փրկելու։ Գնացի որ փրկեմ։ Ինչ մեղքս թաքցնեմ, Մհեր ջան, անենց քաղցր էր քնած։ Անենց սիրուն էր քնած, ասի քոնեջ խանգարեմ էլի։